Աշխարհում չկա, չի եղել եւ չի լինի որևէ կառավարություն, որին օբյեկտիվորեն եւ սկզբունքորեն հնարավոր չլինի կամ պետք չլինի քննադատել։ 2024-ի բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելեց, հատկապես ժողովրդավարական երկրներում քննադատելն ու հակադարձելը շատ կարևոր ժանր է։ Խոսելով թե ինչ է փոխվել իր կառավարման այս 7 տարում, ասաց. Երբ որ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ որ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն եւ ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ 2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության լիարժեք եւ ամբողջական վարչապետ է։ Ինչի շնորհիվ է տեղի ունեցել այս ամենը։ Իհարկե, քաղաքական թիմի, քաղաքական կուսակցության դերը որևէ կերպ հնարավոր չի նսեմացնել խորհրդանական մեծամասնության, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շնորհիվ։ Մենք մեզ հաշիվ չենք տվել, որ մենք Հայաստանի Հանրապետության կառավարություն ենք, խորհրդարան ենք, ժողովուրդ ենք։ Մենք չենք փորձել ինքներս մեզ համար պարզաբանել, թե ինչ է պետությունը, ինչպիսի վարքագիծ է ենթադրում պետություն լինելը, շարունակեց վարչապետը։ 2020 թվականի նոյեմբերից հետո ես դեռևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում եւ կարծում եմ սա շրջադարձային կետ է եղել, երբ որ մենք մեր քաղաքական թիմը մենք բոլորս մեզ հարց ենք տվել, թե ի վերջո ինչ ենք մենք ուզում։ Մենք գտնվել ենք վերջնական եւ ամբողջական ֆորպոստացման գծի եզրին։ Եվ մենք մեզ հարց ենք տվել, մենք ուզում ենք այդ գիծը հատել, թե մենք չենք ուզում այդ գիծը հատել, եւ մենք որոշել ենք, որ մենք չենք ուզում այդ գիծը հատել, եւ այս այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետքա տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ Փաշինյանի երկրի լիարժեք վարչապետի վերածվելու օրը եղել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ը, երբ դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, որը ճանաչեց երկրի տարածքային ամբողջականությունը։ Մեր ընդդիմությունը այս օրը եւ այս փաստը եւ նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս օգտագործում են այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում եւ ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ սա շատ կարեւոր եւ շրջադարձային պահ է, որովհետեւ իրականում եւ խորքային քաղաքական իմաստով եւ առարկայորեն ես ուզում եմ մենք հիշենք այդ պահը։ Այդ մի ժամանակներ էր, երբ որ մենք արձանագրեցինք, որ նույնիսկ մեր ամենամոտ գործընկերները փաստորեն, եւ դա երևաց, դա ոչ թե տեսական թեզ էր, այլ պրակտիկ նշանակություն ունեցող միջավայր եւ իրավիճակ, երբ որ մեր նույնիսկ ամենամոտ երկրները մեր երկրի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ Եվ սա մեզ համար շատ սթափեցնող մի բան էր։ Հենց այդ պահին էր, որ մենք ինքներս մեզ ստիպված էինք հարց տալ, բայց մի րոպե, մենք ինքներս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ Վարչապետի խոսքով այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, ինքնիշխան, քան երբևէ։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հստակ գծագրված նախագիծ է, ասաց երկրի ղեկավարը։ Պարզաբանեց, այն ունի կոնկրետ պարամետրեր, որոնցից կարևորագույնը սեփական միջավայրում հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալն է, նրանց միջազգայինորեն ճանաչված տարածքների ամբողջականությունը ճանաչելը եւ դրանով սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը ճանաչելը։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ բնականաբար շատ մտածել եմ եւ այստեղ էլ իմ եզրակացությունը հետեւյալն է. մենք
ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Այս է ճշմարտությունը, որովհետև ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա։ Վարչապետի գնահատականով Հայաստանը միջազգային իրադրություններին եւ իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր խնդիրներին երբեք այնքան պատրաստված չի եղել, որքան այսօր, եւ դրա ամենակարևոր արտահայտությունը բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունն է։ Խաղաղության գործընթաց Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսություն, տարբեր ուղղություններով հարաբերությունների կարգավորում եւ երկրի միջազգային հեղինակության աննախադեպ բարձրացում։ Մենք շատ պարզ ենք նայում դրան, որովհետև արդեն դրանք իրողություններ են։ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է համաշխարհային մակարդակի երկու կարևորագույն իրադարձություններ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը եւ կենսաբազմազանության COP17 համաժողովը։ Սրանք պատահական չեն եւ սրանք հաջողության պատմության ֆիզիկական արտահայտություններն են։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև եկեղեցականներին, նշեց փորձ է արվում ներկայացնել, թե իրենք պայքարում են եկեղեցու դեմ, բայց իրականում իրենք կանգնել են եկեղեցու սրբության սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի ուսակրոն։ Ինչու՞։ Առաջինը դավանաբանական հիմնավորումներով, որովհետև այդ դավանաբանական հիմնավորումներն են, որ եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները, ամենանվիրված եւ հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին եւ պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ։ Իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության եւ ոչ որևէ այլ բանի մեջ։ Այս նվիրապետության շնորհիվ է նաև, որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական, գաղափարախոսական եւ նյութական անվտանգությունը, նշեց վարչապետը։ Այդ որոշման տրամաբանության մեջ նաև այն է, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն։ Այսօր մենք հակառակ պատկերն ունենք։ Մոմի գործի բանը 1000 ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է, կաթողիկոսի չէ, Կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Այն մյուս թեմի առաջնորդը իրա քրոջ որդին է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եվ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար։ Վարչապետը անդրադարձավ նաև մեր աշխարհընկալմանը, խոսույթին, իբր այս ամենն արվում է դրսի թելադրանքով։ Մենք էլ ենք տրվում այդ խոսույթին։ Լավ եկեք բանակի մասին չխոսենք, որովհետև դե թուրքերն ու ադրբեջանցիները լսում են։ Վայ դրա մասին դե դա գաղտնիք է, եկեք թուրքի ջրաղացին ջուր չլցնենք։ Եվ այլն եւ այլն։ Եվ այս մի հատ ուրիշ շատ կարևոր բան կա։ Ես երբ որ խոսում էի հայրենասիրության կայսերական մոդելի մասին, ես վերջերս մի հատ ուրիշ բան եմ հասկացել, որ մենք մեր աշխարհ ընկալելու մեր սեփական զգայարանները եւ ֆորմուլաները, բանաձևերը զարգացնելու խնդիր ունենք։ Ես այս վերջերս թերևս ոչ հրապարակային մի հանդիպման ժամանակ ասացի հետեւյալը. մենք աշխարհը ընկալելու սեփական ֆորմուլաներ չունենք։ Եթե անկարծ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ մի քանի այլ երկրներ որոշեն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն,
մենք կհայտնվենք մութ սենյակում մի վիճակում, ով գաղափար չունի ընդհանրապես, ես որտեղ է հանգել։ Եվ սա մեր արտապետականության կարևոր առանձնահատկությունն է, որ ներդրված է։ Չեք տեսնում, ես ինչ են խոսում։ Ինչ խոսում են, իրանք խոսում են այն ամեն ինչը, ինչ որ դնում են այստեղ, որևէ մեկը Հայաստանում ծնված ընկալում չի։ Մի մասը, այսինքն ամբողջը արտաքին խոսույթներից ծաղկաքաղա, որը բերվում այս ամբիոն, եւ այս ամբիոնից մատուցվում է։ Հարցին, թե ինչ են ուզում մեր ժողովրդից, վարչապետը պատասխանեց. ուզում է, որ մարդիկ ճանաչեն աշխարհը։ Ելույթն ավարտելով վարչապետը նկատեց եւս երկու բան ուներ ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնա Facebook-ի էջում։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։